Բարի լույս ժողովուրդ ջան։ Ես ինչպես միշտ իմ փիսիկի հետ։ Էй։ Իմ փիսիկի հետ եթեր եմ դուրս գալի։ Ժողովրդիս հետ մի քիչ զրույց անեմ։ Ժողովուրդ ջան, ես ուղղակի նայում եմ համացանցում, արա դե միծակի ոտներս դեն տար։ Նայում եմ համացանցում ինչ որ բլոգերներ են, Նիկոլ Քլենգողներ են, անուններն դրել են իբր ֆուրի շոֆերներ են, կամ եսի մինչեր են, եսի հազար տեսակ շաշմաշ բաներ են խոսում, Նիկոլ դե արի, մեր ֆուրեկը, մերես, մեր աշխատը, մերես մի բանը, մերեն մի բանը։ Այս մարդիկ, սրանք իրանց, գլխի չես, հարգե պատվերները էլի, պատվերները կատարում են, հիմար դուս են տալի, սրանք մի անգամ ոչ մեկի բերանից չես կարողանում լսես, որ ասենք հայրենիքից խոսան, հայրենիքի կործանումից խոսան, կամ ես մի բանից խոսան, ժողովուրդ իրականում, միայն մեր ազգն է աշխարհում սենց, երկրորդ նման ազգը գոյություն չունի աշխարհում, ես շատ ու շատ եմ ետևում, ուրեմն ասեմ ձեզ մի բան, որ դուք բոլորդ սաղը տականատես եք եղել, ասենք 2014 թվից Ռուսաստանից հեռացավ Toyota ֆիրմեն, հազարավոր ճապոնացիներ էին աշխատում, ամբողջ աշխարհին Toyota մակնիշի մեքենաներ երկու քաղաքում Ռուսաստանի արտադրում էին, Ռուսաստանից հեռացավ BMW-ն, Mercedes-ը, Volkswagen-ը, Opel-ը, այդ զավոդները լրիվ Ռուսաստանում էին, Kia-ն, Hyundai-ը, լրիվ Ռուսաստանում էին, լավ այդ երկրի այդ ժողովուրդը ինչի մեկը չասեց, բա իրանց իշխանություններից չբողոքեց, ես մի բան, բա մենք սոված ենք մնալու, մեր երեխանց հետ գան պահեն, կոտորվելու ենք, ես մի բան, են մի բան, արա մենք ես ինչ ազգ ենք, ես ինչ տիպ ենք, ոչ մեկը չի մտածում, մի անգամ չի ասում, որ ես հայրենիքին վտանգ ասպառնում, սրանք նույնիսկ Ղարաբաղը տենալով, չեն հասկանում նույն վիճակները Հայաստանի հետ են ուզում անեն, արա դու Ղարաբաղը տեսակ, այդ մարդիկ եկան, հանձնեցին, թողին գնացին, Հայաստանով մտան, Ադրբեջանով դուրս եկան, դա ձեզ ոչ մի բան չի ասում, հիմա մեղադրում եք մեր երկրի ղեկավարին, որ ինչ անեք, Ես քանի ամիսա ասում են, որ Ռուսաստանը արգելել է, ինչի եք մաշինները բարձում գնում Լարս, կամ եսի մի բան, հույսներդ ինչի վրա եք դնում, որ փողը կտակ կանցնեք, հլա մի հատ ես ֆուրի վարորդներին բանին, ես բոլորին հարց եմ տալի, այդ որ ձեր ապրանքը բարձում եք գալի Հայաստան, լրիվ ապրանքը 100%-ով ում վրա վաճառում եք, համարյա լրիվ այդ ապրանքը առնողները հայեր են, ես հիմա ուղղակի ես պետք է ճիշտը ասեմ, մի 100 անգամ էլ ես եմ առել, արա ասել եմ ջհանդամը լավնա, վատնա, մեր հայնա, նրանից առնեմ, գնում ես Յաշկով առնում ես, բերում ես տուն, վերևի ռյադը լավնա, տակի ռյադը սաղ ֆոտած, Այդ ոնց է վերևի ռյադը չի ֆոտում, ասում են դե պատահական կարող է լինի մեջը, ոնց է վերևի ռյադը չի հոտում, տակի ռյադն է, սա խոտած կամ մանր մունուր խնջիլ կնես լծած, լրիվ, որ դե հայից գնում ես առնում, քաշվում ես, ամեն ինչում, նույնիսկ հասարակ են բանը, կարտոշկին, գնում ես մեշոկով առնում ես, չէ, ասում են քավարի կորթոլա, մեշոկով առնում ես, բերում ես գրաղները լրիվ լավն է, մեջը խնջիլ, կտրատած, մտրատած, փթած, հոտած, իսկ դուք, ձեր ժողովրդի հետ, դուք որ առևտուր եք անում, գալիս եք Ռուսաստան, բան, ճիշտ եք վերաբերվում, հիմա բողոքում եք վարչապետից, որ ինչ անեք, ես ուղղակի հասարակ օրինակներ եմ բերում, որ դուք ընդհանրապես բողոքելու տեղ վաբշե չունեք, բողոքելու տեղ, նենց Հավայի մարդիկ եք,
Դուք այդ ես 100% վստահ եմ, որ այդ Facebook-ում խոսողները բանը դրանք ոչ ֆուրի վարորդ են, ոչ գիտեն վարորդությունն ինչա, ոչ Լարսի տեղը գիտեն, ոչ Ռուսաստանի տեղը գիտեն, ուղղակի իրանց դնում են ես իմ շլանգի տեղ։ Երբ որ ֆուրերի հարցալում ֆուրի վարորդներ են, երբ որ խաղողի այգիների խաղող աճեցնողներ են, այդպես մարդիկ են ուղղակի, անընդհատ պատտվում են։ Սենսացիաների հետևից մի երկու ես իմ ոնց ասում են էնի, երկու լայքի հետևից կամ ես իմ ընչի հետևից։ Բա ժողովուրդ ջան, ես դες լրիվ ճիշտ ասելու եմ, ես հլա մի հատ չկա ֆուրա, որ մոտենամ, հայկական ֆուրա, ես ճիշտն ասող մարդ եմ, ու ասելու եմ, չկա հլա մի բան, որ մտածել եմ, առածել եմ, տուն բերած, կեսը դենացած չլնեմ, ադե ասել եմ, մեր հայիսն արնեմ էլի, հա, բայց դե, դուք ինչ չեք բողոքում, քանի ամիս այս, ես օրինակ ինչի համար բերի, որ լրիվ, բանը, Ռուսաստանից լրիվ թողին հեռացան, այդ գիգանտները, Toyota-ն, Mercedes-ը, BMW-ն, լրիվ թողին հեռացան, որովհետև շուկան փոխվում է։ Հիմա Ռուսաստան բերած լցած, այդ որ ասում եք հայկական ելակ, ստե բերած լցած չինական ելակը շամվոտի հետ գնում է, չինական ելակը, ստե շուկաները, գիտեք թե Ռուսաստանն է կառավարում, ոչ, ստե շուկաները, կառավարում է Թուրքիան, Ադրբեջանը, բոլոր շուկաները, ոնց ասեն Պուտինը ընենցել անելու է, հենց իրենք, չինական ապրանքնել են իրենք բերում վաճառում, ամեն ինչն էլ իրանք են, ասում են, Պուտինին ասում են, որ հայկական ֆուրեկը հայկական ապրանք էլ դեսը պետքա չգա, նա չի կարա չանի, լսում է, խելոք լսում է, չինացիները ասին, որ դրանց լրիվ այդ դեմեսներին, ճապոնացիներին հանեցեք, մեր չինական ապրանքն ենք բերելու արդեն, չինական մեքենաներն ենք բերելու Ռուսաստան, լրիվին հանեցին, ինչա, լրիվ թշնամի, հիմա մեզ էլ են հանում այդ շուկայից, արանքից հանում են, չեք հասկանում, ինչ կա չհասկանալու տեղ, հանում են մեզ, այդ արանքից հանում են, Նիկոլն էլ պատճառա, որ ասենք Ռուսաստանը մի ինչ-որ պատճառ ունենա, որ դե պատճառը քաղաքական է դրա համար այտենց։ Դա սաղ սուձուրիստները։ Ուրեմն մենք ստե ապրում ենք, մենք չենք տենում ինչա կատարվում։ Լրիվ ամբողջ աշխարհի շուկաներից տեղից հանում են։ Բոլոր ինչքան բազաներ կա, ինչ կա, չկա, նույնիսկ արդեն շորի բազաները, սաղ թուրքի ձեռին է, ու ադրբեջանցիների ձեռն է։ Հայերի ձեռը այդպես մի երկու հատ սամո մամո կար սաղին ֆուկ են արել ստել ոչ մի մարդ էլ չկա։ Չեք հավատում ժողովուրդ ջան, բայց ես պարզ խոսող մարդ եմ, պարզ ասող մարդ եմ։ Հայերի ձեռին այդպես մի երկու հատ բան ա եղել, սաղի ձեռից ամեն ինչ այդտենց արել են ամեքին իրանց հայրենիք ճամփել։ Եվ վերջ, դուք գիտեք թե նա գիտեք թե Պուտինն, այդ կարգավորում, չկա նման բան, մոռացեք, դրանք պատճառապետ քաղաքական վայ Նիկոլն է։ Հիմա Նիկոլը, որ ուզենա Պուտինին համոզել, որ մեր ապրանքը մտնի Ռուսաստան, նա ոչ մի բան չի կարա անի։ Թափ դրած արդեն Ռուսաստանի շուկաները վերցրած է Թուրքիայի ադրբեջանցիների բիզնեսմենների ծերին է, այն օրը Նարիշկինը որ խոսում է։ Նարիշկինը Ռուսաստանի, որ խոսում է։ Թե գիտեք այն մարդը պատահական է խոսում։ Լրիվ նրա ձեռով կոնտրոլի տակ է այն Թուրքի Նիսանովա, ինչա նրա ընկերն է, լրիվ այդ շուկաներն էլ Նիսանովին են ենթարկվում։ Այ ժողովուրդ ջան, այդքան միամիտ չլնեք։ Ուղղակի մեր ազգով բերեք մենք իրար տես չանենք։ Մի հատ հասարակ բան ասեմ։ Պոլշան, Լեհաստանը չգիտեմ ինչի համար, Զելենսկուն տված շքանշանը ետ պահանջեց։ Ուկրաինայի մեջ Զելենսկու թշնամիները, 3 նախկին նախագահները, որ իրենք էլ էին ստացել այդ շքանշանները, Զելենսկու թշնամիներն են, հա դրանք Պարաշենկոն բանը, Պարաշենկոն միջև մի Քոչարյանի նման դատում է Զելենսկին։ Պարաշենկոից բռնցրած Յուշչենկո Կուչմա լրիվ այդ շքանշանները Պասիլկարին ուղարկեցին Պոլշա։ Այ ազգը տենց է լինում։
Թեկուզ նրանք Զելենսկու թշնամիներն են, բայց այդ են ցարին։ Դա գլուխերնոտ գոված եք, մենք հայ ենք, դե հայ ենք, էդ չենք։ Ռուսիշայի համար որներս ճղում ենք, էդ չենք, հայ ենք, թե ինչ ենք չգիտեմ։ 15 հանրապետության մեջ սովետական միության ժամանակ ամենաշատ զոհը ըստ որ բանով հաշվում ես, ասենք տոկոսային հարաբերությամբ, պատերազմում ամենաշատ գեներալ մարշալ Հայնա տվել, ամենաշատ զոհը Հայնա տվել, բայց երբ որ սովետական միությունը փլվեց, սովետական միությունից ամենաաղքատը դուրս է եկել Հայաստանը, աղքատ, ու հլա, 92 թվից մինչև 2018 թիվն էլ, մնալով այդ բանի տակ, Սոխստանի, մնալով դրա տակ, մեզ ավելի են թուլացրել թալանել վապշե, ասում են Քոչարյանին չեն կարում դատեն, գործ չկա վրին, հլա մի այդ սահմանադրությունը բացեք, սահմանադրության մեջ գրած է, որ մեր երկրի հողի վրա կառուցված շինությունը կարաս վաճառես, բացեք Քոչարյանը ոնց է հողի վրա շինությունն էլ հետը վաճառել օտար երկրին, օտարել է մեր երկրից, դա դատելու հիմք չի, հիմք է, 5 րոպեում դատեմ, աշխարհում չգտնվի մի հատ փաստաբան, որ կարողանան, որ հնարավոր չի դրանց չդատելը, նման փաստաբան չգտնվի, 5 րոպեում, չեն ուզում, ինչքան քննչական կոմիտեով բռնցրած, ամեն ինչով է դատական համակարգով բանով, ես պարզ կարամ ասեմ, լրիվ փողաշխատողներ են, թքած ունեն երկրի վրա, փողաշխատողներ են, մարդիկ, փողն էլ ում ձեռնա, հարուստների ձեռնա, հարուստներին խի պետք է, մեկ մարդիկ ասում են, որ մի աղքատը լի վրաս կդատեն, հա բա ինչ անեն, կարող է պատահի այդ աղքատի գործը վեկալ են տարիներով ձգձգեն, նրանց հետաքրքիր չի վրաս դատում են գնումա, այդ խեղճ աղքատը ոչ կարող է միտեղ բողոքարգի ոչ են, իսկ հարուստին իրանց պետք են, հարուստներից կամաց, փողը կամաց տանում են, դուք նույնիսկ այս պահին, այս ժողովրդավարության ժամանակ դուք աղքատ քննիչ, աղքատ դատախազ բան գիտեք, տես մարդ ճանաչում եք, բայց նրանց աշխատավարձը խոսքի օրինակ, մի հատ տաքսիստի աշխատավարձից հլա քիչ է լա, բայց նրանք ամեն ինչի մեջ կան, ու մի խոսքը դրա մասին չի, ես ուղղակի ասում եմ, որ սենց է, հետա ժողովուրդ ջան, կրկնում եմ, Ռուսաստանի շուկան, Հայաստանի համար լավ շուկա է, բայց ստե արդեն այդ շուկան, ոնց ասած, պետական չի, պետությունը արդեն կոնտրոլիրված չի անում, պետությանն էլ ասում են, որ այս մեկին ս, այն մեկին ս, այն մեկին ս, հասկանում եք, վերջ, պետությունն էլ չի կարողանում, ասի չէ, բայց նրանք էլ նրանցից սնվում են, ոնց կարան ատկազանեն, այսենց, հանում են և վերջ, ես օրինակը բերի, որ այդ գիգանտներին Toyota, Mercedes, BMW, դրանց ստեից հանեցին, մենք ով ենք արա, ումա պետ մեր պտած ելակը կամ եսի մինչը, մենք ով ենք, մի հատ էլ մեր հայերը մեղադրում են մեր երկրի ղեկավարին, արա երկրի ղեկավարին չեն մեղադրում է, երկրի ղեկավարին օգնում են, ամեն հարցում, որ նա այսես դուխատապ չլնի, չիմանա գնա ասենք, մի ուրիշ երկիր ընդ է ինչ խոսա, դու խաթափելած ղեկավարին, որ դու խաթափ անես, էլ նա կարա կոնկրետ մտածի, թե գնամ, ինչ խոսամ, ում համար, ինչի համար։ Մենք ոչ թե խելացի ազգ ենք, մենք անգրագետ ազգ ենք, հեսա, ուրիշ բան չասեք, ստենդ է ստից գլուխերնուտ մենակ գովակ, դա այս խախոլների օրինակն էլ բերի, ներքինում անմիջապես 3 հատ հին ղեկավարները Զելենսկու թշնամիներն են, որոնք սաղ դատական բաներով են անցնում, այսինքն Քոչարյանի բանի նման, Սերժ Սարգսյանի,
Բայց Լեհաստանը մի հատ Զելենսկուն բան արավ, իրանք էլ իրանք իշխանանշանները հանձնեցին Լեհաստանին։ Այսենց են երկիր ղեկավարում։ Արտաքինը ներքինի հետ պետք է չխառնեն։ Իսկ եթե դու քո երկրի շահը այլ երկրի համար օգտագործում ես, դու արդեն դավաճան ես։ Էս մի օր երկու օր էր որ Քոչարյանին որ բռնելին չկար։ Համացանցը հանգստացել էր։ Այդ բռնելուց հետո դուս ա եկել։ Որ այդ պարազիտը սաղորը Ռուսաստանից է խոսում։ Գիտի թե ինքն էլ Հայաստանի կոլխոզի նախագահ է ինչ որ։ Սաղորը Ռուսաստանից։ Սաղորը նրա շահերից է խոսում։ Մարդ արդեն զզվում է դրանցից։ Օրենք պետք է լինի օտար երկրի շահը էս երկրում ով հանկարծ բան արավ, պետք է բանանեն։ Բայց թե մարդ վախմել է մի բան խոսա։ Մտածում ես ասում ես կգան տանից կտանեն էսա։ Իսկ դրանք պետական մակարդակով հլա տես այդ ինչեր են անում։ Երկրի նախագահ, բա մի մարդ լինի երկրի նախագահ։ Ամեն երկրորդ խոսքը Ռուսաստան բա, Ռուսաստանի շահի համար խոսա։ Մեծա։ Ջահանդամն է մեծ։ Ուրեմն որ մեծակ պետք է գնաս տակը պարկես։ Մեծակ գնան դե ապր ինչի ես եկել Հայաստանը բանանում։ Երկիրը տավիրեց։ Ամբողջ Ղարաբաղի ժողովրդին հանել են բերել Հայաստան։ Դե թող մի հատ Ղարաբաղցի կանգնի ասի, Քոչարյանը այսպես մի քայլ արել, որ մենք վերադառնանք։ Հա? Ով պետք է աներ։ Նորից Հայաստանի քաղաքացիները հետո ինչ որ մի Ղարաբաղցի Քոչարյանի նման իրան հերոսացնի, մոռացեք։ Դե արեք, հերոսներ եք արեք, մտածեք Ղարաբաղի մասին։ Ոնց եք վերադարձնում։ Եթե գիտեք այդ հերոսները դուք եք եղել։ Քոչարյանին եք հերոսացնում։ Դե ասեք, այ 20 թվից պատերազմ եղավ, այդ վիճակում այդ խեղճ ժողովուրդը ընկան։ Հետո սաղ տներից հանին։ Ինչ ա արել Քոչարյանը։ Այդ որ ասում են, մեկ ասում են, մեր սվյազներով, էս մի բանով։ Բայց այս սվյազներով բանով ինչ է կարել Ղարաբաղի ու ղարաբաղցիների համար։ Մի հատ ասեք։ Ոչ մի բան, չեք էլ անելու։ Ու հազիվ փախել եք, հազիվ պրծել եք։ Ինչ եք անելու։ Չկա նման բան, ժողովուրդ ջան։ Ես նույնիսկ վստահ ասում եմ, որ նույնիսկ ստեից սպասում են հատուկ մեծ հրահանգների, որ Հայաստանից մեծ հրահանգները լի, իրանք Հայաստանից ամբողջովին դուրս գան։ Ես կարծում եմ իրանք սպասում են դե բանի, ուղղակի ուզում են մեզանով լինի, էլի։ Հասկանում եք, չէ՞, իրանցով չլինի։ Ասենք 102 բազայի հարց բարձրացնի Հայաստանը, էս մի բան, այն մի բան։ Մենք արդեն իրանց չենք հետարքրում։ Մենք իրենց ոնց արդեն սկսել ենք չհետարքրել Ղարաբաղի մասով, այս Հայաստանի մասով էլ չենք իրանց հետարքրում, ժողովուրդ ջան։ Սրանց այս ամբողջ երկիրը կառավարում է երկու պետություն, ամբողջ երկիրը, Չինաստանը եւ Թուրքիան, ամբողջ շուկան նրանց ձեռն է, իհարկե այդենց Հայաստանին, բանին են, Ուզբեկստանին էլ հանեցին, Ուզբեկստանին ստիպեցին, որ ստորագրի ընդեղ ատոմակայան կառուցեն նրանց համար, ինչի համար, որ ամբողջ կյանքը ընկնեն զավիսիմստի մեջ, էլի, հասկանում եք, ստիպեցին, ստորագրել տվին, որ մենք Ուզբեկստանում պետք է ատոմակայան կառուցենք, ստիպված նրանց պրեզիդենտը ստորագրեց, թե չէ, այսպես մեր նման ես գյուղմթերք բան լրիվ արգելած էր, հենց ստորագրեցին, թույլատրությունը մի անգամից եղավ, էլ բզես չկար, մրքերի բանի մեջ, էս է ժողովուրդ ջան, մեր հայ ազգը պետքա բոլորը, չեմ ասում 100%-ով, գոնե 90%-ը պետքա հասկանա, որ մենք ոնց արդեն իրանց չենք հետարքրել Ղարաբաղում, նույնպես էլ Հայաստանում չենք հետարքրում, մենք արդեն հետաքրքիր չենք իրանց, ընդհանրապես։ Մենք էլ իրանց չենք տալի Մարշալ Բաղրամյաններ, մենք էլ իրանց չենք տալի 100 հազարներով զոհեր,
պետական մակարդակով չենք տալի, մենք էլ իրենց հետաքրքիր չենք։ Մենք Հայաստանում ենք արդեն կառուցում ինչ որ գործարաններ այդ վայենի ոլորտով էլի, բայց իրավունք չունենք, պետքա այդ տեխնոլոգիան տայինք իրանց երկրում կառուցեին, մեզ էլ դրանից թուլափայ հատկացնեին։ Հասկանում եք, սա է։ Հիմա տենում են մենք ինքներս մեզ համար ինչ որ մի բան ենք անում, այ մեզ ասում են դե ուրեմն մեզ պետք չեք ընդհանրապես։ Խոսում են NATO, հիմա արդեն ԵՍ-ից են խոսում, ԵՍ չեք կարա։ Դուք կարաք մտնեք BRICS, դուք կարաք մտնեք Ինդիայի հետ սայուզանեք, Ադրբեջանի, Թուրքիայի հետ, բոլորի հետ կարաք, իսկ մնացած պետությունները իրավունք չունեն։ Մենակ պետքա դեր ֆոտոց Եվրազդեսում ունեն, որ այդ Եվրազդեսը լսկի կայել ոչ թղթի վրա մի հատ սուտի բան է էլի, ՈՏԿԲ-ի նման թղթի վրա մի բան է, մի քանի գեներալ նստած այնտեղ այդ պետությունները փող են փոխանցում, նրանք էլ միլիարդատերեր են դառնում երևի էլի։ Ես կարծում եմ տենց է։ Ժողովուրդ ջան, մի օր ինձ բռնելու են, տանեն նստացնեն, մնաք առանց ինձ, դե բա ջահանդամը, էսա։ Մարդիկ կա արդեն բան չունեն ասելու։ Ես միայն հայրենիքի մասին եմ խոսում, ինձ ուրիշ ոչ մի բան հետարքրում չի, ձեր ցավը տանեմ։ Էս մեկը սենց է, այն մեկը ծուռ է, այն մեկը թրաշով է, մեկը անթրաշ է, մեկը գլխարկով է, մեկը անգլխարկ է, մեկի տրուսիկն է դեղին գույն, մեկին ես ինձ դες բաները չի հետարքրում։ Ես միայն հայրենիքից, երկրից եմ խոսում, որ մենք մեր երկիրը կարողանանք ձև գտնենք, պահենք։ Դա է ամենակարևորը։ Երեք մի հատ ես իմ խոչիլա էսիմ ինչա։ Մտիկ ես անում ավատարկ են մեծ մարդը։ Ինձ գրելա այդ դոշիտ մաշերը խուզի, իմ դոշինս կի ենքան տենց մազել չկա, արդեն բերան ընտատար, ունենց անում, որ ես իրան հայհոյեմ, հասկանում եք այդ ենց, հիմար բաներ, նկարը նայում եմ մեծ էլ մարդ է, երևի կարող է իմ թայնը լի մի քիչ, ինչ հիմարություններ ասես անում են մարդիկ, հետո ասում են մենք խելացի ազգերից մեկն ենք աշխարում, եթե առաջինը չենք երկրորդն ենք, դե որդ է քո խելացիությունը, դե հիմար բաներ են անում, ես իմ ինչեր են անում, մի խոսքով ժողովուրդ ջան, մենք մեր երկրի կողքին ենք, բոլորս էլ պետքա պատրաստ լինենք ամեն քայլի, այ հիմա ասենց մի հատ բան կա, ես ստենդե կարդում եմ, ասենք Քոչարյանն էլ է իրա բերանով ասել, հեղափոխություն կանենք, եթե մենք պարտվենք, եթե մեր ձայները մեզանից գողանան, ինձ օրինակ հազարավոր տղեկ են գրում, ասենք երիտասարդներ են, էլի ասում են հոպար, արխեին մնա, ստե ամեն ինչ ասում են կոնտրոլի տակ է, ես սա ասում եմ, որ Քոչարյանը լսի, Ծառուկյանը լսի, նման բաներ չասեն, հեղափոխությունից բանից չխոսան, այդ երիտասարդները ինձ ասում են, ես չեմ ուզում էլի օրինակ, որ այդպես բան, ես իրանց ասում եմ, արա տղեկ ջան, ձեր ցավը տանեմ, հանկարծ այդպես բան պետք չի, մեր երկիրը պետք չի էլի խարխլել, այդպես բաներ են ասում են, հոպար ջան, արխեին, դուխից չընկնես, ստե մենք ասում, ամեն ինչը կոնտրոլի տակ է, սաղի տեղներ գիտենք ասում են, սաղի տների տեղը գիտենք, ամեն ինչի տեղը գիտենք, հլը մի հատ թող փորձ են ասում, մենակ այդպես մի բան Մի օրվա մեջ ասում սաղի հարցերը լուծելու ենք, ստեից մտնելու ենք, ընդեից դուրս գանք։ Քոչարյան, լսում ես, այ երիտասարդներ կան Հայաստանում, այ ինձ այդ տենց հանգստացնում են, ասում են, այս էս բաներ կանենք, եթե հանկարծ իրանք փորձեն Հայաստանում մի հատ հիմարություն անեն։ Հասկանում եք։ Դուք ձերը գիտեք, ուրիշներին չգիտեք։ Դուք եք Հայաստանի սաղ ունեցվածքը ձեր ձեռնա, դուք կորցնելու բան ունեք, բայց հազարավոր մարդիկ կան, որ նրանք կորցնելու ընդհանրապես ոչ մի բան չունեն։ Բայց դուք եք նման բաներ հրահրում, Քոչարյան, դու ես քո բերանով ասում, որ հեղափոխություն կանենք, իշխանափոխություն կանենք, հեղաշրջում կանենք, դու ես ասում, այն աղքատները չեն ասում, դուք եք ասում, որ Հայաստանի միլիարդները ձեր ձեռին է գողացած ու հլը դուք եք այդքան բանը ասում, այն հասարակ ժողովուրդ չի ասում, լավ իմացեք այդ մարդկանց էլ այդպես բան ապետ, մտնեն ձեր տները այսենց, գիպսակարտոնից հետ պոկելով գնան, դուք էլ մնաք ճմբան ծերին, չի մանաք որ ծակը մտնեք,
Գիտեք թե փող ունեք կարող է աղքատին մի երկու կոպեկ տակ այդ աղքատները գրան ձեզ համար մնացած աղքատների հետ դեմ կռվեն, հա? Այտենց բաներ, Սամոն Պարզեն նորն ասում է, մենք 500,000 ասում է, ես այն գլխի մասին չեմ ասում, գորգրացողներ կճարենք։ Սամո ջան, բացի այդ 500,000 գորգրացողը 2.5 միլիոն մարդ հայրենիքի համար պատրաստ է կանգնի, դու չպատկերացնեք թե պատահական բաներ է։ Բայց ասում եմ, ես Հայաստանում չեմ, բայց երիտասարդներ կան, ինձ գրում են, ասում են, հոպար արխեին, դու խիտ մատաղ, ասում են, չվախենաք, ստի ամեն ինչ կոնտրոլի տակ է։ Դուք ձեր տներում նստած այտենց հայտարարություններ եք անում, բայց դա ճիշտ բաներ չեք անում, դուք մարդկանց զայրացնում եք։ Մի զայրացրեք, դուք ինքներդ ձեր գլխին մի սարքեք։ Կմնաք հենց ընենց առանց որևէ մի բանի։ Կմտնեն ձեր ունեցվածները, ձեր սուպերմարկետները, գիպերմարկետները, հազարներով, 100,000-ներով կմտնեն էսյանից էնյանից դուրս կգան։ Կմնաք օդում։ Պետությունն էլ աչք կփակի, որովհետև դա դուք եք հրահրում, դուք եք սկսում։ Դուք սկսում եք նրանք կավարտեն։ Մի խոսքով տես բաներ էլի ժողովուրդ ջան։ Ինչ ասեմ։ 1000 տեսակ մարդիկ կան, 1000 տեսակ մարդիկ կան, 1000 ձևով մտածելակերպ, բայց տենց է էլի, հարուստը որ շատ հարուստանում է, արդեն այնքան է հաբրգում, որ չգիտի ոնց անի, որ կորցնի իր այդ ունեցվածքը։ Հասկանում եք, արդեն չգիտի, գժվում է այդ մարդը, չգիտի ոնց անի, որ կորցնի։ Մի խոսքով ժողովուրդ ջան, լավ մնացեք։ Ես բոլոր մեր բաներին, այդ գյուղմթերք, բան արտադրողներին, ես իմ կարծիքով ես դες պարզ ասեցի, ժողովուրդ ջան, այս շուկան Հայաստանի համար փակվում է, սա մեր երկրի ղեկավարի հետ կապված գործ չի, սա ես դες ասեցի, Թուրքիան և Չինաստանը, ամբողջ շուկան Ռուսաստանի վերցրել են իրանց ձեռը, իրանք են թույլ տվողները, ով կարա մտնի Ռուսաստան, ով չէ։ Սրանց ղեկավարին էլ մի հատ այնպես պատճառապետ, որ ասի ինչի համար ենք փակում Հայաստանից բերվող ապրանքը։ Եվ վերջ։ Ցանկացած փոքր բան նույնիսկ չեն թույլատրում։ Նրանց թե շուկաները վերցրած է, նրանց ձեռին է, այդ երկու պետության ձեռն է, Թուրքիայի եւ Չինաստանի։ Ամեն ինչը շորից բռնացրած, հագուստից, մաշնից, լրիվ մեքենաշինություն, ամեն ինչից լրիվ տրանց այդ երկու պետության ձեռն է։ Վերջ։ Իրանք են ասում, ով կարա գաստի, ով չի կարա գաստի։ Հայաստանը հնարավոր է իր ապրանքը, լրիվ իր ապրանքը, Թուրքիայում հանձնի Թուրքիային, օպտավոյ գնով, Թուրքիան արդեն ինքը իր այդ լրիվ ապրանքը, որպես թուրքական ապրանք, որ դե ուզի ինձ էլ տեղափոխի։ Շուկաներ փնտրեք, հասկացաք, փնտրեք ձեզ համար շուկաներ, այս շուկան մեզ համար փակ է։ Իզուր պետք չի գալ, ստիս լարսում տնգվել, մեղադրել մեր երկրի ղեկավարին։ Դուք լավ գիտեք ամեն ինչ, ինձանից լավ գիտեք։ Ուղղակի ես ասում եմ, որ ինչ որ մի մարդ պետք է ասի, որ դուք հասկանաք, որ դուք իմանաք, որ մարդիկ հասկանում են, ասում են, որ այս սենց է։ Ու դուք դա բոլորիսն էլ լավ գիտեք, որը տենց է։ Հայաստանում շուկաները այդ երբ է եղել, որ երկրի ղեկավարներն են ղեկավարել, հա? Միշտ չեք ասել, կամ դոբնա, կամ ես մեկնա, Սպայկան, որ նորը սկսել էր, մի հատ ուրիշ ֆուռա չէր կարում մտնի Լարս, Սպայկայի ղեկավարները թույլ չէին տալի, չեք մոռանում ժողովուրդ ջան, Սպայկայի ղեկավարները, խոսքի ես ֆուռա առնեի, ինձ ոչ մեկը թույլ չէր տալի, ես մտնեմ Սադախլու, խի մոռացել եք։ Այդ նույն ձևել այսենց ստե է, ստե շուկան փակ է արդեն, Հայաստանի համար փակ է, ես ընտրություններն էլ պատճառ են էլի, որ բանան են։ Մի խոսքով ժողովուրդ ջան, լավ եղեք, մինչ երեկո, սպասենք, տենանք ինչա, ասում են Փաշինյանը ուզում է գա Ռուսաստան, իսկի ես խորհուրդ էլ չեմ տա, որ գա, ես արդեն ամեն քայլափոխի վտանգներ եմ տենում Փաշինյանի համար։ Լավ եղեք, մինչ երեկո ժողովուրդ ջան։